Վանաձորից մոտ 10 կիլոմետր հեռու Լոռի հանգստյան տան հարակից անտառում դարձյալ անտառահատներ էին աշխատում, ապօրինի անտառահատումներ էին անում, 3-4 կիլոմետր խորության վրա առանց պետհամարանիշի ամենագնաց բեռնատարներ կային, տարածքում անտառապահ չէր երևում։ Վահե Վարդումյանը դեռ մեկ շաբաթ առաջ ընկերների հետ արշավի է եկել Վահագնաձոր։ Անտառով բարձրանալու ճանապարհին անընդհատ լսել են սղոցի ձայնն ու փորձել լուսանկարել ծառահատներին։ Արշավախումբը ծառահատների, իսկ նրանք էլ լուսանկարողների նկատմամբ անտարբեր չեն եղել։ Դե մոտեցան, ասեցին ինչ էր նկարում, ասեցի բնությունը բա մեզ նկարել ես, ասեցի չէ, դա ասին ցույց տուր որ չես նկարել։ Սացի իմ կադրերն են էլի, ես պարտավոր չեմ ցույց տալու։ Պետհամարանիշ չուներ, սև գույնի ուռալ էր, սև գույնի ներկած։ Այս մեր տարածքն է, մենք ստե գործ ենք անում, դու եկել նկարում ես։ Վերջ իրանք արդեն ագրեսիվ մի քիչ իրանք դրսևորեցին բան։ Ասին ինչ կա, տեղ ցույց տուր։ Վերջը տենց ահագին երկար խոսալուց հետո վերջը համաձայնվեցի, տենց նայեցինք այն կադրեր, որտեղ իրանք ավտոն էր դուրս եկել, մեկ այդ հատած ծառերը դրանք ջնջեցին։ Գուգարքի անտառտնտեսությունում այս մասին տեղյակ չէին, անտառտնտեսության պետը հաստատեց, որ ծառահատումը անօրինական է։ Այս տարածքում անտառտնտեսության կողմից հատկացված հատատեղ չկա, հատատեղերում սովորաբար ծառերը համարակալվում են, նշումը կատարվում է ծառերի բների վրա, կտրված ծառերի կոճղերին որևէ նշում չկար։ Այդ վայրում հատատեղ չկա։ Ամենայն հավանականությամբ դա անօրինական կատարված գործողություններ է, որը հիմա ձերահազանգը հիմք ընդունելով հաստացի կոչղերը արդեն ես տեսած էր կամերայի մեջ, հիմա մասնագիտական հանձնաժողովը գնա տեղում կֆիքսի ուրեմն կոչղերի չափը, կտրված ծառերի քանակը։ Դեպի Երևանյան ավտոշուկաներ տանող Խաչիկ Դաշտենց փողոցի սկզբնամասը կիրակի առավոտյան փակել էր ոստիկանության բարեկապահակային ծառայության ավտոմեքենան։ Մի քանի ոստիկան հատուկենտ ավտոմեքենաների էին թույլ տալիս բարձրանալ դեպի ավտոշուկա։ Խաչիկ Դաշտենց փողոցի աջ ու ձախ կողմերում ավտոշուկաներից դուրս մայթեզրերին չնայած արգելող նշաններին վաճառքի հանված ավտոմեքենաներ էին կայանված։ Առավոտ գալիս ես 1000 դրամի վճարես որ կանես։ Իսկ չեն փորձում հանել մեկը։ Չէ։ Ոստիկանությունը այս ստոլբեկից է անում։ Այս մայթերին կանգնած մեքենաները չի անում։ Չէ, ստոլբեկից վերև չէ։ Մեզ չհաջողվեց պարզել, թե ովքեր են հավաքում փողոցում վաճառքի հանված ավտոմեքենաների տերերից գանձվող գումարները եւ ուր են գնում այդ գումարները։ Ջերմուկ ջուր։ Մոտակայքում ծառայություն իրականացնող ճանապարհային ոստիկան ավագ լեյտենանտ Տեսուչ Բայունցն ասաց, որ միջոցներ են ձեռնարկում, որպեսզի ավտոմեքենաները փողոցի երկայնքով չկայանեն։ Ըստ ճանապարհային ոստիկանի, տարածքը կմաքրվի միայն այն դեպքում, եթե շուկայում արդեն պայմաններ ստեղծվի, նորմալ տարածքները բացվի, որպեսզի բոլոր տրանսպորտային միջոցների քանակով հնարավորինս չափով կարողանան ապահովել։ Խաչիկ Դաշտենցի անվան փողոցի վրա մեքենաները վաճառելու նպատակով այդ մեքենաները կանգնեցվում են փողոցում մայթի վրա եւ նաեւ փողոցում եւ առաջացնում է անանցելույց դժգոհություն հարևանությամբ գտնող հիմնաձեռնարկությունների ղեկավարների կողմից, ինչպես նաեւ քաղաքացիների, հանրային քաղաքացիների կողմից։ Քաղաքապետարանից տեղեկացանք նաև, որ այս պահին աշխատանքներ են տարվում հարցը վերջնականապես պարզելու համար եւ այդ նպատակով քաղաքապետարանն են հրավիրվել ավտոմեքենաների վաճառքով զբաղվող տնտեսվարողները։ Իդեպ Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում Խաչիկ Դաշտենց փողոցին հարող ձախակողմյան հատվածում տեղակայված ավտոշուկայի տնօրեն Նաիրա Ավետիսյանն ասաց, որ իրենց ընկերությունը որևէ կապ չունի փողոցում մայթեզրերին իրականացվող ավտոմեքենաների առք ու վաճառքի հետ։ Արդեն մեկ շաբաթ է, ինչ Նաիրա Ավետիսյանին պատկանող ավտոշուկայում ավտոմեքենաների մուտքի համար գանձվում է 1000 դրամ, մինչ այդ 500 դրամ էր։ Անցած կիրակի դարձրել ենք 1000 դրամ, որպեսզի կարողանանք մեր հարկային պարտականությունները կատարենք, որովհետև հարկերը մեր համար արդեն շատ էին, քանի որ ելակետ ենք ավելացրել։ Երևանի քաղաքապետարանից էլ ասացին, որ քննարկումների արդյունքում 10 օրվա ընթացքում կպարզվի, թե ինչպես են վարվելու փողոցում մայթեզրերին իրականացվող ավտոմեքենաների առք ու վաճառքի հետ։ Առաջիկայում ընդհանուր արդյունքները ամփոփելուց հետո վարչության կողմից կներկայացվի առաջարկություն։ Տաթևի վանքի ճոպանուղու բացմանն ընդառաջ Traveling Without Borders ճանապարհորդություն առանց սահմանների նախագիծը հարյուրավոր ճանապարհորդների կբերի Հայաստան, կփորձի կարծրատիպեր կոտրել եւ եւս մեկ անգամ բարձրաձայնել, որ ճանապարհորդի համար փակ սահմաններ չկան։
Սահմանները պետք է գոյություն ունենան զինվորների համար, քաղաքական գործիչների համար միգուցե, բայց ոչ ճանապարհորդների համար։ Ճանապարհորդները ինչ մեղք ունեն, որ այս պետությունները, որոնք հետաքրքիր են ճանապարհորդների համար, չպիտի կարողանան անցնել սահման։ Ռեգատա, ձիարշավ, բայք փառատոն, ռոք փառատոն, ավտոարշավ, ճանապարհորդություն առանց սահմանների 6 փուլից բաղկացած հսկայածավալ նախագծի խիստ համառոտ օրակարգն է։ Մասնակցում են Հայաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը, Թուրքմենստանը, Իրանը, Թուրքիան եւ Վրաստանը։ Հայաստանի նախագահի եւ կառավարության կողմից հավանության արժանացած այս նախագծի ընդհանուր բյուջեն նախնական հաշվարկներով շուրջ $350,000 է։ Սևանա լճում արդեն մեկնարկել է առաջին փուլի մի մասը՝ Արագաստան ավակներով միջազգային ռեգատան, որ կշարունակվի Մետաքսի մեծ ճանապարհի հայկական հատվածով անցնող ձիարշավով։ Սեպտեմբերի 17-ին Հայաստանի հյուսիսային դարպաս Ախթալայում կտրվի առաջին բայք փառատոնի մեկնարկը, որ կմիավորի տարբեր երկրների 150 բայքերների։ Ճանապարհորդություն առանց սահմանների նախագիծը կավարտվի հոկտեմբերի 16-ին Տաթև Իվանական համալիրում ճոպանուղու բացմամբ։